Ողջույն մուլտիպլիկացիոն աշխարհից սիրելի փոքրիկ բարեկամներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, գիտեք, ձեզ է ողջունում Քերի մուլտիկնիկը, ողջունում են ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, ապաչի ընկերությունից քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, չիփսերով, աղի ձողիկներով, նախաճաշիկներով հանդերձ եւ իհարկե իր համեղ հավաքածու պարկով, որը նաեւ ձեզ համար մրցանակ է, սիրելի փոքրիկներ։ Իհարկե ամեն անգամ ասում եմ, ձեզ ողջունում եմ մեր ժամապահ Քերին, ով գտնվում է այս տեսախցիկի ետևում, ձեզ թաթիկով է անում, մեզ երկար ժամանակ կտա ձեզ հետ միասին վայելելու այսօրվա հաղորդումը։ Ինչու՞։ Որովհետև սիրելի փոքրիկներ, բացի նրանից, որ դուք հիմա ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցները պետք է սեղանին փռեք, պատրաստ սպասեք, ասեն, որ ծուր թատրոնի սաները, դերասանները, արտիստները մեզ համար մի փոքրիկ էջ են ստեղծել։ Այս ամբողջ շաբաթ մենք ունենանք այդ էջը, որը կոչվում է ծուր թատրոնի ուղիղ խորհուրդները։ Նրանք այսօր ձեզ խորհուրդ կտան եւ փոքրերին եւ մեծերին, թե ինչպես առողջ սնվել կամ ինչ ասել է առողջ սնունդ։ Էջից հետո արդեն մեզ պարզ կդառնա, սիրելի փոքրիկներ, թե ինչ մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարելու։ Իսկ հիմա ասում են կախարդական խոսքը հայտնվում ծուր թատրոնում։ Առաջ ալբուլդը։ Ողջույն սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Վիտամիններով հարուստ ողջույններ մեր հեռուստադիտողներին։ Եթերում ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Եվ ձեզ հետ են իրենց խորհրդով Միլենա Գրիգորյանը եւ անհամբեր խորհրդատու Թաթուլ Պետրոսյանը։ Եթե նկատեցիք, ես վիտամիններով հարուստ ողջույններ հղեցի ձեզ սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ։ Իսկ դա նշանակում է, որ մենք այսօր խոսելու ենք մրգերի եւ բանջարեղենների օգտակարության մասին, իբրև առողջ սնունդ։ Մրգեր ու բանջարեղեններ շատ կերեք սիրելի փոքրիկներ, դրանք շատ առողջարար են, հատկապես բարձրացնում են մարդու իմունիտետը, որպեսզի այն պաշտպանի տարբեր հիվանդություններից։ Բոլորս էլ գիտենք, փոքրիկները շատ են սիրում ցիտրուսային մրգեր։ Նարինջ, մանդարին հատկապես։ Նարինջը իր մեջ պարունակում է բավական քանակությամբ վիտամին C, պաշտպանում է վիրուսներից եւ արագ վերականգնում է մրսածությունը։ Հապալասը օգնում է բարելավել հիշողությունը։ Բանան ուտել խորհուրդ ենք տալիս հատկապես մեծերին։ Այն օգնում է իջեցնել ճնշումը եւ նվազեցնում է սրտի հիվանդություններ ձեռք բերելու հնարավորությունը։ Հատուկ ծույլերի համար դեղց շատ կերեք, քանի որ դեղցը բարձրացնում է աշխատունակությունը եւ բարելավում է հիշողությունը։ Մրգեր շատ կերեք սիրելի փոքրիկներ, այն փոխարինեք քիմիական բնույթ կրող եւ վնասակար չիփսերին, էներգետիկ եւ գազավորված ըմպելիքներին։ Իսկ բանջարեղեններից որոնք են ամենաօգտակարները, Միլենա։ Համարյա թե բոլորը, ամեն մեկն ունի իր նշանակությունը, օրինակ կաղամբը, կարտոֆիլը, դդումը, ծաղկակաղամբը, սունկը։ Սունկն էլ է բանջարեղենների բուսականությանը պատկանում։ Ոչ, բայց գիտնականներն ասում են, որ սունկը բուսականության միակ օրից մի այլ թագավորության է պատկանում, բայց նրա մասին կխոսենք հենց բանջարեղենների բուսականության թագավորության շրջանակներում։ Շատ լավ կլինի, քանի որ ես սունկ շատ եմ սիրում։ Նախ եւ առաջ փոքրիկներին խորհուրդ կտամ շատ ուտել գազար, իմունիտետը բարձրացնելու համար։ Իսկ ես բրոկոլի խորհուրդ կտայի, վիտամիններով գերազանցում է կաղամբի բոլոր տեսակներին, իր մեջ պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը եւ սունկը։ Հա, իմիջայլոց, քո սիրելի սունկն էլ ունի իմունիտետ բարձրացնող հնարավորություն։ Կթողնես սնկի մասին մի քիչ երկար խոսեմ։ Իհարկե։ Սունկը դա դիետիկ սնունդ է, այն առողջարար է, իր մեջ պարունակում է վիտամին D եւ պաշտպանում է օրգանիզմի բջիջները քայքայումից։ Իսկ Հայաստանում ինչ տեսակի սնկեր են աճում, որ մարդիկ կարող են ուտել, գիտես։ Իհարկե, պապս է ինձ սովորացրել՝ յուղասունկ, աղվեսասունկ, կատնասունկ
եւ մեզ բոլորիս հայտնի շամպինյոնը։ Իսկ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն գարշասունկը եւ կարմիր ճանճասպանը։ Դրա համար խորհուրդ ենք տալիս սիրելի փոքրիկներ, որ առանց մեծերի սունկ հավաքելու չգնաք եւ հատկապես չօգտագործեք։ Կարծես թե մեր եթերային ժամանակը մոտենում է իր ավարտին, բայց դեռ մենք շատ բան ունենք ասելու։ Ինչ արած, բավարարվենք այսքանով։ Սուր թատրոնի ուղի խորհուրդներին ուշադիր եղեք սիրելի փոքրիկներ եւ մեծեր։ Եղեք առողջ, օգտագործեք շատ մրգեր եւ բանջարեղեններ։ Ձեզ հետ էին Միլենան Եվ անհամբեր Թաթուլը։ Միշտ նոր հանդիպում, այլ բույրը։ Եկեք շնորհակալություն հայտնենք մեր փոքրիկներին, Թաթուլ Պետրոսյանին, Միլենա Գրիգորյանին, նրանք ծուր թատրոնի սաներն են, շնորհակալություն նրանց խորհուրդների համար։ Երևի թե ծուր թատրոնի ուղի խորհուրդները էջից պարզ կդառնա, թե մենք այսօր ձեզ հետ ինչ ենք նկարելու։ Նկարելու ենք շամպինյոն քերին ու խխունջը գեղեցիկ նկարը։ Մեզ Թաթուլը հուշեց, թե ինչ ենք նկարելու ձեզ հետ միասին սիրելի փոքրիկներ։ Տեսեք, թղթիկի այս մասում խխունջի պարկն եմ նկարելու, սաղավարտ է, այսպիսի մի պատկեր։ Հիմա եթե այսպես կլորացնեմ, հետո խխունջին էստեղից նկարեմ պոզիկներով։ Մի քանի տերևիկներ կնկարենք, տերևիկների վրայով է սողում։ Այ հիմա սունկի գլխարկն ենք նկարելու, իբր խխունջը սունկի վրա է։ Այսպես, այստեղ կոր գծիկ կանենք մի անգամից սիրելի փոքրիկներ։ Հետո ոտիկը կնկարենք սունկի։ Այսպես, այ այսպես, այստեղ խոտիկներ անեմ։ Գծիկները կմիացնենք։ Մուլտիպլիկացիոն կերպար կդարձնենք երկու աչք եմ նկարելու, մեկը մեծ, մեկը փոքր, այսպես, կոպերը, սևիկները, այստեղ կարելի է քիթիկ նկարել, քանի որ ասում ենք շամպինյոն քերին, բեղիկներով կնկարենք նրան, ու մի փոքր էլ երևի թե զարմացած, կլորիկ բերանով, ունքեր, Վատ չէ, արդեն լավ է սիրելի փոքրիկներ, ես երևի թե ձեռքեր նկարեմ, այսպես սալված, դեպի վերև, բութ մատիկը սևով եմ նկարում, որպեսզի ձեզ համար բարդ չլինի, և մուլտիպլիկացիոն 3 մատիկները, այստեղ ափը, տեսակ, նաև դյուրին ստացվեց մեր հերոսը, այստեղ էլ ձեռքը մի քիչ կհաստացնենք, բութ մատիկ կտանք, և 3 մուլտիպլիկացիոն մատիկները։ Տեսակ, ափը մի քիչ կհաստացնենք, մեր նկարը պատրաստ է, այստեղ էլ խոտիկներ կանենք, սիրելի փոքրիկներ, և կսկսենք ներկել։ Դե գիտեք ինչպես եք ներկում, խրթխրթացնում եք զողիկներից որևէ մեկը, մեր ապաչի, և շատ հետաքրքիր գունեղ ներկում եք։ Վերցնում եմ մուկ դեղին մատիտը, սկզբից ներկելու եմ մեր խխունջին։ Հետո սաղավարտ տնակը կներկենք, այսպես, տեսեք, վերևի հատվածը սպիտակ կթողնեմ, որ փայլիկ երևա իբր թե, բայց նույն դեղին մատիտով գալարաձև գիծը այսպես կընդգծեմ, այսպես, մի փոքր կներկեմ, հետո մեզ շագանակագույն մատիտն է օգնության գալու, սիրելի փոքրիկներ, հիմա վերցնում եմ շագանակագույն մատիտը, արդեն տնակն եմ ներկում սաղավարտ, այսպես գծիկներով գալարաձև նախշը ընդգծում եմ։ Նույնիսկ աչակողմյա մասից կարելի է կլորացնել։ Վերջ տերևիկը կանաչ եմ ներկելու։ Այսպես գծիկներով եմ ներկում, հետո ամենակախարդական դեղին մատիտը մեզ օգնության կգա։ Տերևիկներն էլ ներկեցի, ամբողջությամբ չեմ ներկել, սիրելի փոքրիկ բարեկամներ, վերցնում ենք արդեն բաց դեղին մատիտը, տերևիկին այսպես երանգավորում ենք,
վերևի հատվածը, այսպես մի քիչ էլ էստեղ ենք ներկում, փոսիկը, քանի որ դեղին մատիտը մեր ձեռքում է, այսպես դեղինով եմ ներկելու, կոպերը կընդգծեմ, քիթիկը, բեխերի ներքևից հատվածից, մի փոքր ներքևի շրթունքը ու ձախակողմի հատվածը կարելի է այսպես դեղինով կլորացնել։ Վերջ։ Շագանակագույն մատիտը ուր է։ Ահա այն։ Վերցնում ենք շագանակագույն մատիտը, սիրելի փոքրիկներ, ընդգծում ենք այսպես ամբողջովին գլխարկը, որպեսզի գծիկից դուրս չգանք։ Այսպես ընդգծում ենք։ Այսպես կարող եք մի այլ շագանակագույն մատիտով ներկել, մի քիչ կարմիրին մոտիկ։ Ես հիմա կփոխեմ մատիտս։ Հետևեք։ Ուր է։ Մի քիչ ավելի բաց շագանակագույն վերցնենք։ Այսպես, կարմիրին մոտիկ, որպեսզի մեր կենթանու զրահապատյանը ավելի ընդգծվի, չխառնվի մյուս շագանակագույն մատիտին։ Խխունջը ամբողջովին գծիկից դուրս ընդգծում ենք։ Ես սև մատիտով պետք է այստեղ մի փոքր ուղեմ այս գծիկը, այսպես պետք է գնա, այդ դուք ռետինե ջնջոց ունեք սիրելի փոքրիկներ, կարող եք մաքրել, նկարել այնպես, ինչպես հարկն է։ Այսպես ներկեցինք, սպիտակ թողված հատվածներն ենք ներկում եւ մեր շամպինյոնը սպիտակուցներով հարուստ արդեն պատրաստ է։ Եթե ժամանակ ունենանք, խոտիկներն էլ կներկենք, դեռ մի քիչ ունենք ժամանակ, խոտիկներն ենք ներկում, այսպես։ Այսպես, եթե նկատում եք զուգահեռ գծիկներով եմ ներկում, սիրելի փոքրիկներ, սպիտակ հատվածներ եմ թողնում, որպեսզի դեղին մատիտը հետո մեզ լավ կարողանա օգնել։ Նախ վերցնում ենք մուգ դեղին մատիտը, ամբողջովին սունկին ընդգծում ենք ձախակողմի հատվածից, այսպես, կոպերն ենք ներկում, ճակատային մասը, սպիտակ մնալու համար, քիթիկը, կարծում եմ բաց դեղինը մուգ դեղինից տարբերվում է, չէ քերի, քերին ասում է այո, սպիտակ աչքերն ենք ընդգծում այսպես եւ մեր հերոսը արդեն պատրաստ է, հետաքրքիր հերոսը եւ կապույտ մատիտը մեզ օգնության կգա այս դեպքում, տեսեք սպիտակ թղթիկ ուղղակի այսպես ճնշում եմ, կարծես թե ամպիկներ լինեն, Դուք սրա փոխարեն կարող եք բնությունը շարունակել նկարել, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Գուցե մի այլ հերոս նկարեք, դելի սունկ կամ ծաղիկներ։ Նույնիսկ կարող եք պատմություն հորինել մեր սունկի մասին։ Շամպինյոն քերին ու խխունջը նկարը պատրաստ է սիրելի փոքրիկներ։ Ամենակարևորը հեշտ ձևով սովորեցինք նկարել ձեզ հետ միասին, ճիշտ է։ Այսպես ժամանակը ստուգենք։ Մեզ մի քանի րոպե է մնացել։ Ինչ այտերը վարդագույն մատիտով մի փոքր կարմրացնեմ, այսպես։ Այսպես քիթիկն էլ կարելի է եւ շրթունքը, այսպես։ Այ մի փոքր էլ դժգոհ մեր շամպինյոն քերին պատրաստ է սիրելի փոքրիկներ։ Տեսեք, այսօր ինչ արեցինք, նկարեցինք մեր հերոսին, այս նկարները ձեր պատմությունների, ձեր նամակների մեջ, այսինքն ձեր առաջադրանքների հետ միասին ուղարկում եք քերի մուլտիկնիկին։ Մենք այսօր առաջի անգամ առաջնախաղ ունեցանք պրեմիերա Ցուրտ թատրոնի ուղիղ խորհուրդները, որտեղ Ցուրտ թատրոն, մանկապատանեկան թատրոն ստուդիայի սաները ստեղծել էին մի էջ, վերնագրել Ցուրտ թատրոնի ուղիղ խորհուրդները եւ այնտեղ փոքրիկները իրենց փոքրիկ խորհուրդներն են տալիս, թե ինչպես կարելի է առողջ սնվել կամ ինչ ասել է առողջ սնունդ։
Այսօր Թաթուլ Պետրոսյանը, Միլենա Գրիգորյանը խոսեցին առողջ սննդի, մրգեր բանջարեղենների, սունկի մասին եւ մենք հենց այդ թեմայով էլ նկարեցինք մեր այսօրվա մուլտիպլիկացիոն կերպարին։ Վերնագրեցինք շամպինյոն քերին ու խախունջը։ Բա դե ժամանակն է հրաժեշտի սիրելի փոքրիկներ։ Գիտեմ դուք ձեր գեղեցիկ պատմությունները հորինելու եք, այնտեղ ստեղծելու եք մի հեքիաթ պատմություն, ուղարկեք այս նկարը, գուցե հենց դու սիրելի փոքրիկս հաղթող ճանաչվես, ապաչի ընկերության կողմից ստանաս այսպիսի համեղ փաթեթ, այնտեղ ամեն ինչ կա, եւ հայտնվես Քերի մուլտիկնիկի արվեստանոցում։ Իսկ ձեր նամակները, նկարները Քերի մուլտիկնիկին հասնելու համար հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Սիրելի մեծեր, իսկ ձեզ խորհուրդ անպայման ձեր փոքրիկների համար բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Վերջ ժամանակն է հրաժեշտի, Քերին ասում է վերջացավ մեր եթերային ժամանակը մոտենում է ավարտին։ Քերու կողմից, ժամապակ Քերու կողմից ցտեսություն սիրելի փոքրիկներ, մեր նոր հերոսը Քերի շամպինյոնը եւ խխունջը ձեզ հրաժեշտ են տալիս ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները, մեր առատաձեռն ապաչիները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով հանդերձ, նախաճաշիկները չեմ մոռացել։ Ինչպես նաեւ ձեզ հրաժեշտ է տալիս Քերի մուլտիկնիկը։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանն էլ կունենանք Սուրբ թատրոնի ուղիղ խորհուրդները, ըստ այդմ կնկարենք նոր մուլտիպլիկացիոն հերոս։ Իսկ հիմա Աստված ձեզ պահապան, մինչ նոր հանդիպում եւ այլ բուլդա։ Baba